Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս էլի ժողովուրդ։ Խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, այսօր ապրիլի 24-ն է տեղական ժամանակով, ժամը 3:10 րոպե։ Բավականին խիստ զայրացած եմ, բայց կփորձեմ մի փոքր հավասարակշռությունս, այսպես ասած, չկորցնելով խոսամ։ Դուք հիշում եք, չէ՞, էլի ժողովուրդ, որ ես 44 պատերազմի ժամանակ ինձ պատռում էի մեջտեղից, որ ոչ մի օգնություն, այսպես ասած օգնություն, մի ուղարկեք Հայաստան։ Մարդիկ ֆինանսական աջակցություն էին ու 165 միլիոն, ես քանի 70 քանի միլիոն տարբեր տեղեր, տարբեր թվեր, միլիոնավոր դոլարներ հավաքվեցին, ուղարկվեցին, գնաց 30 միլիոնը Տաշիր Սամոյին, չգիտեմ քանի միլիոնը նրան, 20 միլիոն նրան, 10 միլիոն նրան եւ այլն։ Էդի տեսք կերան։ Ես իշ ճղում պատռում էի, որ այդ բանը բրոնեժիլետները, զինվորական համազգեստները, կասկեքը, նաչնոյ վիդենյա, չգիտեմ ընդեղ հեռադիտակներ, տեղ չի հասնում, դուք ուղարկում եք, գալիս է Հայաստան, մնում է կարգոները ու կարգոներում պտում է։ Անգամ հրապարակեցինք վիդեոմատերիալ, կարգոյում արկա փոխության չափը, դեղորայք, նասիլկեկ, չգիտեմ ինչեր, պրոթեզներ, հագուստեղեն եւ այլն։ Այսօր մի հատ մի անմեղ գյուղացի մարդ իր հողատարածքում, Հայանից գյուղում հայտարարել է հսկայական քանակությամբ թոփ թազա զինվորական համազգեստ, զինվորական բուշլատ, չգիտեմ, բրոնեժիլետ, ինչեր ասես, բերել է, թափել են այդտեղ, գնացել են։ Այսինքն պետք չի բանակին։ Մենք բանակ չունենք։ Ուրեմն բոզի թողությունն էլ պիտի ունենա չափ ու սահման։ Ես ասել եմ, սրանք տիեզերական բոզի տղա են։ Ալեն Սիմոնյան Պորնիկի ծնունդը հլմա քննադատամա Թուրքիայի դրոշ վառելը, երբ որ 5 օր առաջ Արցախում ադրբեջանցիները հողին հավասարացրեցին եկեղեցին։ Ալեն Սիմոնյան դրա մասին չխոսած է, եկեղեցիա բլմեք, բայց որ Թուրքիայի դրոշը վառում եք, դա վատա։ Թուրքիայի դրոշներ պիտի վառեն, Էրդողաններ պիտի վառեն, սրանց էլ պիտի վառեն։ Բոզի թողությունն էլ նորից եմ ասում պիտի ունենա չափ ու սահման։ Խփրեմ վիդեոն անմիջապես իմ գելույթից հետո զինվորը մարտական դիրքում այսօրվա ծմերվա պայմաններ եւ այլն սառմա նորմալ բուշլատ չկա, զինվորական համազգեստ չկա, բերե թափել են այդտեղ, պետք չի, բրոնեժիլետ պետք չի զինվորին, զինվորական համազգեստ պետք չի, մարդիկ չէ որ փող են ծախսել։ Այդ նույն Միացյալ Նահանգներից է ուղղակված, այդ նույն Միացյալ Նահանգների հայերը միլիոններ են ծախսել, իրանց բերանից կտրել են գիշեր ցերեկ աշխատելով, հետույք ճղելով, իրանց վրա չեն ծախսել, գնացել գումար են գցվել, մարդիկ առետ ուղարկել են, մի հատ ինչ-որ մեծ հարուստ կար, ավտոբուսներ էր անգամ ուղարկել Հայաստան, այդ ավտոբուսները գնացին ուրիշ երկրներ, երբ որ ես պատրում եմ ուղարկել, այսօր այդ մարդկանց ուղարկածը բերեք գցել են չոլի մեջտեղը, հետո ես այսօր իմանում եմ, այդ էլ ասեմ լացուցիչ, որ բավականին մեծ քանակությամբ դեղորայք, որը որ ուղարկված է եղել Եվրոպայից, ուղարկված է եղել Միացյալ Նահանգներից, անգամ հիվանդանոցներին չեն տվել, դրել են եւ վառել են կեսը ժամկետն անցնելու պատճառով, կեսը ուղղակի ժամկետը մոտնելու պատճառով, վառել են նասիլկեկ, պատգարակներ, պրոթեզներ, չգիտեմ այնտեղ հատուկ հանդերձանք եւ այլն։ Իսկ այդ նույն բուշլատների, զինվորական համազգեստների, կասկեքի մեծ մասը եւս վառել են, շնորհակալություն ուղղակի այդ մարդկանց, որ բերե թափել են այդտեղ, ինչ-որ Հայանից գյուղում մեկի հողամասի մեջ այդ հողը գնացել են։ Հիմա առաջանում է հարց. Հայաստանի Հանրապետության ագարտա Աննա Վարդապետյան Պորնիկը հարուցելի է արդյոք քրեական գործ թե ոչ։ Զինվորական դատախազությունը, ռազմական ոստիկանությունը գնալու են դրա հետքերով, որտեղ այդ եկա իրե գրուզավիկ զինվորական համազգեստը, թոփ թազա, յարլիկը վրեն, ցելոֆանների մեջ, այդ բրոնեժիլետները, այդ ֆորմեկը, այդ պատինկեքը եւ այլն, ինչ որտեղ կա, չգիտեմ։ Ո՞ց է հայտնվել։ Ինչի դա չի տրվել մեր զինվորին։ Ինչի դա չի տրվել մեր սպային։ Ես չգիտեմ, այտենց մի պետություն, աշխարհի երեսի տես պետություն գոյություն չունի, որ այդ պետության ղեկավարությունը այդ չափ ակի, այդ չափ զզվի իր զինվորից, իր բանակից։ Դա գիտեք ինչի արդյունքն է։ Դա նրա արդյունքն է, որ Վազգեն Սարգսյանի գլուխը բողտելուց հետո ռոբասերժականները եւ սրանք արեցին ամեն ինչ այդ փողով բանակից ազատվելը, փողով այս կամ այս զորամաս ընկնելը, այդ
փողով բանակից ազատելով իրանց երեխեքին, տաշի Սամոն իա յետիմներին, են մյուսեն իա յետիմներին, են Թաթոյանը իա երթին, այսօր սաղ վարչապետ են ուզում դառնալ այդ բանակից թռածները, հասկանում եք, այդ փողով այդ ազատելուց սկսվեց այս ամենը, բանակ չսիրելը, բանակը զապադլոյա, բանակը չունևորի, անապահով խավի երեխու համարա, ունևորը չպիտի էթա բանակը, ունևորը պիտի նստի Porsche Cayenne Panamera, մի հատ էլ դլո դնի կողը, ցկդկ, Prospect Sayatova Amiran, վզ, կինկան, գնա, ինչ բանակ, այս ամենը սկսվեց այդտեղից, եւ այսօր մենք ունենալով, այսինքն դնել բանակ կրճատել, այս բանակը Նիկոլը որ կրճատեց 40 քանի հազարի չնես 14,000, ում հետ արեց, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանականների հետ միասին արեց պարլամենտում եւ այսօր որոշակի ոչխարներ գնում Ռոբերտ Քոչարյանի հետ նկարվում են, ասում են լավ նախագահ է եղել, չգիտեմ, ուզում է հիմա այդ վարչապետը, Ռոբերտ Քոչարյանը այս Ղարաբաղը տվեց Ռոբերտ Քոչարյանի պարլամենտում նստածները, որ ձրիակերի նման վեր էին ընկած, բդերները չռած, կարային գնային մտնեին կարգո, նկարեին, հանեին, ցույց տային, պաշտպանության նախարար ուսուցչուհուն բերեին պարլամենտ, ասեին տունը ծխցնեմ, այս ապրանքը որ ստեղա, ինչի չի հասել զինվորին, ոչ, չարեցին, նույն այդ Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները, որ այսօր ուզում են վերարտադրվեն կառավարություն կազմեն, հանձնեցին Կիրանցն ու Բերձորը, Աստրամը, որ ասել է կողմենք, թե ոչ, Կիրանցը հանձնելու, Ղարաբաղը հանձնեցին, 150,000 հոգուշինին փախստական բեին լցին Հայաստան, նույն տաշիրականները լռում էին, նույն տաշիր ասում են, ես բարեգործություն եմ արել, խնդրեմ Հիմա այս վիդեոն նայեք եւ հետեւություն երեք, ինչ էր ասում Վարդան Ղուկասյանը 5 տարի շարունակ, որ ձեր օգնությունը իր նպատակին չի հասել, հետեւողական եղեք, պահանջեք ձեր օգնությունը կամ մի ղրկեք, սրանց, մի ղրկեք, եթե ուղարկում եք, բերեք հասարակական տվեք, հայ զինվորի ձեռը գնացեք, խնդրեմ, ինքեր Միացյալ Նահանգներում ապրող հայեր, գիշերները մի քնեք, առավոտ ժամը 5-ից 6-ից ելեք վազեք աշխատանքի, ահնու դողը հիմա է սրտերից մեջ որ կարող է այսը բռնի, այնանի, բայնանի, որ հետո ձեր ուղարկած օգնությունը, այսօր բերեն լցեն չոլի մեջտեղը, ոչ չգիտեմ, ազրևի տակ, ցեխի տակ, եսի միջ տակ, վառի գնա, վաղն էլ խորոված փարթի անում բոլզի տղեն, այսինքն այսօր արդեն Հայաստանով, խնդրեմ, հեսա կգնանք լափեն, էլ չեն ասախը մենք բանակ չունենք, եթե մի պետություն չի կերակրում իր զինվորին, նա պիտի կերակրի հակառակորդի զինվորին, եւ դուք Հայաստանում ապրող ժողովուրդ կախված եք այս վտանգի առաջ, շուտ թե ուշ, շնորհակալ եղեք Պարսկաստանից, որ ինչ-որ մի ձև հիմա տարածաշրջանում եղանակ է փոխել, ու այդ միջազգը չբացավել է, որ շուտ թե ուշ ինչքան պիտի Պարսիկն ու ռուսը ձեզի պահի, ինչքան պիտի ձեզ պահեն, Եվրոպան է ձեզ պահելու, պարլամենտի ամբիոնից ոչ, բանակ պիտի ունենաք, բանակ չունեցաք, դուք պիտի կերակրեք թուրքի զինվորին, թուրքը պիտի գամտի ձեր տուն, ձեզ տեղից հանի եւ վտարի, գնացեք ուր ուզում եք, գնացեք, ոչ որ Ղարաբաղցիք զրկվան տնից, տեղից, հայրական գերեզմաններից, բիզնեսներից, սաղ մնաց ադրբեջանցի, մի գեղեցիկով դալնելու ձեր այդ ձեր նման վերաբերմունքի պատճառով, որ այսօր դրած տաշիր եք տրռցնեն, Քոչարյան եք տրռցնեն, այ մարդ ոչխարը, որ ոչխարը կասի լավ սրանք ուր էին, լավ սրանք հանձնին ես ամենը, ես ո՞ց եմ սրանց տրռցնեմ, ո՞ց եմ սրանց вообще հաշվի տեղ դնեմ կամ Նիկոլականներին, բայց հիմա ձեր մի հատ բանը վալոկարդին դրեք ձեր դեմը, բացեք ձեր սեռական բառապաշարը եւ նայեք հետեւյալ վիդեոն, ձեր ուղարկած օգնությունը հայ զինվորին ուրա հասել, Հայկաշենի չոլերը, բերեց հապեք գնացել է, նաեւ ասեմ, որ դրա տասնապատիկ ավելին, մեզ արդեն տեղեկություն հասել է, վառվել է համապատասխան չոլերում, պրոստը վառել են, պեկի աշխատողները, բանի պահեստի այդ ոչ կարգոյի մարգոյի տարել լցել են, միտեղ վառել են, այդ ձեր ուղարկած օգնությունը, այդ ձեր նասիլ կեքը, այդ ձեր շորերը, այդ ձեր չգիտեմ տեղորայքները, բանը նաշնո վիզինյանները ուղարկել են ոչ ծախելու ոսոծական խանութներում այստեղ կամ այնտեղ բրոնեժիլետները, ֆորմեքը, բատինկեքը, նասկիները, սվիտերները վառել են, ավելի լավ վառեն, բայց հայ զինվորի չտան, հայ զինվորը իրաց տունու տեղը ծծրել է, դուք այդպես մի սիրեք զինվորին, դուք կսիրեք
հակառակորդի զինվորի խեռը մի գեղեցիկ օր, որ կմտնի ձեր լավի, ձեր մամայի, ձեր եղած չեղածի բերանը։ Դուք ըտենց ձեր զինվորին մի սիրեք, դուք ըտենց ձեր բանակը մի սիրեք, դուք կսիրեք թշնամու բանակը մի գեղեցիկ օր։ Այժմ եւ միշտ Հավիտյանս Հավիտենից ամեն։ Ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։